Իմ համար ուխտագնացությունը ամեն առավոտ եւ երեկո է, առավել եւս Կիրակի։ Իսկ այսօրվա համար էլ ավելի կրկնակի է եւ ուրախությունը, եւ պատասխանատվությունը եւ զգացումը, քանի որ իրապես քրիստոնյա հավատավոր ժողովրդով հավաքված ենք ստեղ։ Եվ ավելի քան համոզված եմ, որ մեր աղոթները, մեր աղոթքը առ Աստված կհասնի մեր քաղբանտարկյալներին, հայ առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորներին եւ մշտարթուն լինելու համար ավելի զգոն, ավելի սթափ գնահատելու իրավիճակը։ Ինչու է իշխանությունը դեմ դուրս եկել եկեղեցուն։ Այդ հարցը շատ ռետորական է եւ ես չէ ուզի այդ պատասխանատվությունը կրեմ իմ վրա եւ Աստծուց չվախեցողի մենակ կարատես բան ասի, ժողովրդի լեզվով ասած, ժողովրդի ասած անաստված է։ Ոստի թողում եմ Աստծու դատու դատաստանի։ Ուրիշ բան չունեմ ավելացնելու։ Մեր ձևով շարժման մասին ինչ կասեք, չէ՞ որ Սամվել Կարապետյանին կալանավորեցին հենց եկեղեցու կողքին կանգնելու համար։ Ասма ֆիզիկապես չէ որ քեզ բանտարկված կարաս զգաս, այլ կարևորը հոգեպես։ Իսկ ես ավելի քան համոզված եմ, սկսած մեր քաղբանտարկյալներից, առավել եւս պարոն Սամվել Սարգսի Կարապետյանին, որը որ մեր ձևով ասեց, այսինքն ստապության կոչ արեց, եւ իրանք, քանի որ ավելի քան վախկոտ, իրանց էությամբ, իրանց մակարդակը, իրանց պահվածքը, իրանց ապրելակերպն ու մատերիալը, կարելի է ասենց ասել, ավելի քան խոսուն է, որ իրանք ամեն բառի տակ տողատակ են ման գալի։ Իսկ ավելի քան համոզված եմ, խոսուն վկա Սամվել Կարապետյանի եկեղեցաշինությունը, մանկապարտեզը, ավելի քան համոզվեցի ես, գոնե թե այս տարի պատիվ ունեցա լինեմ հենց Տաշիր քաղաքում եւ իրանց հայրական գյուղում, ուղղակի ցնցված եմ իրանց այդ կազմակերպվածության, մաքրության, գյուղի եւ քաղաքի, իրանց այդ շնորհքի, պահվածքի, մարդկային որակի։ Իսկ դուք ապագա տեսնում եք մեր ձևով քաղաքական ուժի հետ, որը ղեկավարելու է Սամվել Կարապետյանը։ Միանշանակ։